Ողջույն սիրելի հետևորդներ, արդեն ավանդույթի համաձայն այս ժամին ներկայացնում ենք օրվա լուրերը մինչև կեսօր։ Նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը կարգադրել է դադարեցնել նոր ուսանողական եւ փոխանակման այցելուական վիզաների հարցազրույցների ամրագրումները արտասահմանյան դեսպանատներում եւ հյուպատոսարաններում։ Համաձայն Պետդեպարտամենտի տարածած հաղորդագրության կառույցը պատրաստվում է ընդլայնել օտարերկրյա ուսանողների սոցիալական մեդիայի ստուգումը։ Այս քայլը Թրամփի վարչակազմի ներգաղթի խիղճ քաղաքականության հերթական դրսևորումն է։ Վերջին շրջանում վարչակազմը ակտիվացրել է արտաքսումները, ինչպես նաև չեղարկել է որոշ ուսանողական վիզաներ։ Նախորդ շաբաթ վարչակազմը որոշել էր ամբողջությամբ չեղարկել Հարվարդի համալսարանի արտասահմանյան ուսանողների ընդունման իրավունքը։ Այդ ուսանողները կազմում են համալսարանի ուսանողների մոտ 27%-ը։ Թրամփը հիմա էլ հայտարարում է, որ այն պետք է կրճատվի մինչև 15%-ի։ Երեկ ի նշան բողոքի Հարվարդի համալսարանի Քեմբրիջյան քաղաքում մի քանի 100 մարդ, այդ թվում ուսանողներ եւ դասախոսներ հավաքվել էին օտարերկրյա ուսանողներին աջակցելու համար։ Նրանք հայտարարել են, որ միջազգային ուսանողներն իրենց համակուրսեցիներն են, դասախոսներն են, ընկերներն են։ Պետքարտուղար Մարկո Ռուբիոն պահանջել է անգամ դադարեցնել ամրագրված հարցազրույցները եւ պատրաստել նոր ցուցումներ սոցիալական մեդիայի ստուգման համար։ Թրամփի վարչակազմի պաշտոնյաները հայտարարել են, որ ուսանողական վիզա եւ գրին քարտ ունեցող անձինք էլ կարող են ենթարկվել արտաքսման Պաղեստինի աջակցության եւ Գազայի պատերազմում Իսրայելի քաղաքականության քննադատության պատճառով, դա որակելով որպես Միացյալ Նահանգների արտաքին քաղաքականության դեմ սպառնալիք եւ Համասի օգտին գործողություն։ Քննադատները սա համարում են առաջին ուղման սահմանադրության ազատ խոսքի իրավունքի խախտում։ Հազարավոր պաղեստինցիներ եկել էին Ռաֆայի օգնության բաշխման կենտրոն սնունդ ստանալու, իսկ Իսրայելի գրեթե 3-ամսյա շրջափակումը շարունակվում է։ Օգնությունը բաշխվում էր Միացյալ Նահանգների եւ Իսրայելի կողմից ֆինանսավորվող Գազայի հումանիտար հիմնադրամի GHF-ի կողմից։ Տարածքի շուրջը տեղ-տեղ ցանկապատերը ջարդվել էին, քանի որ մարդիկ փորձում էին առաջինը հասնել բաշխման կետին։ Մարդիկ միմյանց հրելով, անգամ մեկը մյուսին գցելով էին փորձում հասնել տեղ, ինչի պատճառով GHF-ի թիմը ժամանակավորապես հետ է քաշվել մարդկանց հնարավորություն տալով վերցնել այն օգնությունը, որի կարիք ունեն, եւ հեռանալ վնասվածքներից խուսափելու համար։ Իսրայելի զինուժը հայտարարել է, որ օգնության կետի տարածքից դուրս նախազգուշական կրակոցներ է արձակել, որ վերահսկողությունը վերականգնի։ GHF-ը հայտարարել է, որ գործողությունները սկսել է երկուշաբթի, սակայն պաղեստինցիները նախօրոք լսել էին, այդ թվում նաև Համասի նախազգուշացումները, որ օգնության կետում կիրառում են կենսաչափական ստուգման մեթոդներ եւ սկզբում մնացել էին հեռու։ Երեք շատերը կարծես թե անտեսել էին այդ մտահոգությունները։ Մենք սովից մահանում ենք, երեխաները ասում են հայրիկ, ուտելու բան եմ ուզում, ես նույնիսկ արյունս կծախեմ, որ նրանց կիրակրեմ։ Ոչինչ չեն գտնում ուտելու, տեսա, որ երիտասարդները վազում էին, ես էլ գնացի։ Ոմանք վախենում էին, բայց ես մտածեցի ինչ էլ որ լինի, ես պետք է կիրակրեմ երեխաներիս։ Սովից արդեն մահանում ենք, դադարեցրեք պատերազմը։ Այսօր արդեն GHF-ը հայտնել է, որ բաշխվել է մոտ 8000 սննդային տուփ, համարժեք մոտ 462,000 ուտելիքի չափաբաժնի։ Իսրայելը եւ GHF-ը առանց ապացույցների ներկայացման պնդում են, որ Համասը փորձել է խոչընդոտել քաղաքացիների մուտքը օգնության կետ։ Համասը հերքել է այդ մեղադրանքը։ Իսրայելը հայտնել է, որ Շվեյցարիայում գրանցված GHF-ը ԱՄՆ-ի կողմից աջակցվող նախաձեռնություն է եւ որ իսրայելական ուժերը չեն ներգրավելու օգնության բաշխման գործընթացում։ Մարդասիրական կազմակերպությունները, որոնք տեղեկացված են GHF-ի ծրագրի մասին, ասում են, որ օգնություն ստանալու համար մարդիկ ստիպված կլինեն անցնել դեմքի ճանաչման տեխնոլոգիան։ Պաղեստինցիները մտավախություն ունեն, որ այդ տեխնոլոգիան կարող է օգտագործվել Իսրայելի կողմից իրենց հայտնաբերելու եւ թիրախավորելու նպատակով։ ՄԱԿ-ը եւ այլ միջազգային օգնության կազմակերպություններ բոյկոտում են GHF-ը, պնդելով, որ այն հակասում է մարդասիրական օգնությունը հակամարտող կողմերից անկախ տրամադրելու սկզբունքին։ ՄԱԿ-ի խոսնակ Ստեֆան Դյուժարիկը իրավիճակը անվանել է սրտաճմլիկ, ընդգծելով, որ գլխավոր քարտուղարը նշել է, որ ՄԱԿ-ը եւ իր գործընկերները պատրաստ ունեն արդեն մանրամասն եւ սկզբունքային ծրագիր, որը աջակցվում է անդամ պետությունների կողմից, որպեսզի օգնությունը հասնի տուժած բնակչությանը։ SpaceX-ի վերջին երկու փորձարկումներն ավարտվել էին հսկայական պայթյուններով, որոնց բեկորներն ընկել էին Կարիբյան ծովի շրջակայքում, սակայն երեք SpaceX-ի հսկայական Starship հրթիռի 9-րդ փորձարկումը ավելի հաջող ընթացավ։ Հրթիռը բարձրացավ տիեզերք առանց պայթյունի, բայց հետո խնդիրներ սկսվեցին։ Հրթիռի առաջին աստիճանը, որն անջատվեց Starship-ից, կորցրեց կապը օպերատորների հետ եւ ընկավ ծովը։ Նախատեսված էր, որ այն վերահսկվող վայրէջք կկատարի ջրի վրա։ Միևնույն ժամանակ Starship-ը շարունակեց իր թռիչքը տիեզերք, սակայն սկսեց անկառավարելի պտտվել եւ չկարողացավ արձակել 8 մոդելային արբանյակները, որոնք նախատեսված էին բեռնափոխադրիչի համակարգի փորձարկման համար։ SpaceX-ի աշխատակիցը նշել է, որ թեստը այնքան էլ լավ չէր ընթանում, բայց ընկերությունը կարողացել է հասնել իր նպատակներից շատերին։
Իլոն Մասկը X-ում հայտնել է, որ ստացված տվյալները մեծ նշանակություն կունենան հետագա բարելավումների համար։ Starship-ը առանցքային դեր ունի Մասկի ծրագրերում ստեղծելու վերաօգտագործվող հրթիռային համակարգ, որը կկարողանա Մարդ տեղափոխել Լուսին եւ Մարս եւ բարեհաջող վերադառնալ։ Մասկը նաեւ նախատեսում է Starship-ը փոխարինի SpaceX-ի ներկայիս Falcon 9 հրթիռներին, որոնք այսօր գերակայում են արբանյակների արձակման շուկայում։ Չնայած այս անգամ կատարյալ հաջողության չեն հասել, SpaceX-ը երբեք չի վհատվում։ Ընկերությունը մշտապես իր հրթիռները հասցնում է թեստավորման առավելագույն սահմաններին, դրանց ձախողումից սովորելու եւ ավելի լավ տարբերակներ ստեղծելու նպատակով, ասված է հայտարարության մեջ։ SpaceX-ը նաև հայտարարել է, որ այս տարի Starship-ները արդեն մեծ բարելավումներ ունեն իրենց նախորդ տարբերակների համեմատ։ Delta Airlines ավիաընկերության մի թռիչք երկու անգամ հետաձգվել է, երբ աղավնիներ են հայտնվել ինքնաթիռի սրահում։ Մինեապոլիսից Վիսկոնսինի Մեդիսոն քաղաք մեկնող օդանավը ստիպված է եղել երկու անգամ վերադառնալ դարպասների մոտ թռչունների պատճառով։ Մի ուղևոր, որը տեսանկարահանել է, թե ինչպես է մեկ այլ ուղևոր պատճկոնով փորձում աղավնի բռնել, ասել է, որ առաջին անգամ աղավնին դուրս է բերվել օդանավից արդեն դրսի անձնակազմի կողմից, իսկ երկրորդ անգամ ուղևորի կողմից։ Դելտան իր հայտարարության մեջ նշում է, որ թռիչքը 56 րոպե ուշացել է աղավնիների պատճառով։ Մենք գնահատում ենք մեր աշխատակիցների եւ ուղևորների զգոնությունը եւ ափսոսում ենք մեր ուղևորներին պատճառված անհարմարության համար, ասված է հայտարարությունում։ Բացի այդ, հանգստյան օրերին Դելտայի մեկ այլ թռիչք եւս խափանվել է կենթանու պատճառով։ Դեթրոյթից Լոս Անջելես մեկնող ինքնաթիռը ստիպված է եղել վայրէջք կատարել Մինեապոլիսում, երբ ինքնաթիռում գտնվող շունը հանկարծակի վատ է զգացել։ Օդանավում անասնաբույժը օգնել է կենթանուն, իսկ հետո որոշել են վերաուղղորդել թռիչքը։ Դելտան ասել է, որ անվտանգության նկատառումները առաջնահերթ են իրենց համար։ Կոնեկտիկուտի Ուոթերբերի քաղաքում 19-ամյա երիտասարդը մեղադրվում է հարձակման եւ զենքի հետ կապված հանցագործությունների մեջ, մեղադրանքներ, որոնք վերաբերում են մոլում հրաձգությանը, որի հետևանքով 5 մարդ է վիրավորվել։ Քաղաքի ոստիկանապետը հայտնել է, որ Թաջոն Վաշինգտոնը ինքնակամ հանձնվել է ոստիկանությանը։ Համաձայն պաշտոնական տվյալների միջադեպը տեղի ունեցել 3 երեկոյան, երբ Վաշինգտոնը վիճաբանել է մեկ այլ տղամարդու հետ ու հրազեն օգտագործել։ Վիրավորների կյանքին վտանգ չի սպառնում, սակայն ամենածանր վիճակում գտնվող կինը, որը գնդակը ստացել է ողնաշարի հատվածում, արդեն վերականգնում է զգացողությունը իր վերջույթներում։ Քաղաքապետը նշել է, որ չնայած դեպքին Ուոթերբերին ամուր համայնք է եւ աջակցում է իր բնակիչներին դժվար պայրին։ Վաշինգտոնը պահվում է $2 միլիոն գրավի դիմաց եւ դեռևս հայտնի չէ, թե արդյոք նա ունի փաստաբան, ով կներկայացնի նրան դատական նիստերում։ Ոստիկանությունը շարունակում է դեպքի վայրից հայտնաբերել դեռևս վկայություններ, որոնց հիման վրա հետաքննությունը ընթանում է, իսկ միջադեպի պատճառները դեռևս ամբողջացված չեն։ Այս ժամի համար նախատեսել էինք այսքանը, ես Հարություն Մինասյանն եմ, շնորհակալ եմ ուշադրության համար, հաջորդ մեր թողարկումը կլինի երեկոյան ժամը 8-ին, առողջ եղեք։